Երբևէ փորձել եք հասկանալ այն պարադոքսալ երևույթը, թե ինչի են ձեր կյանքում տեղի ունենում բաներ, որոնք որ դուք չեք ուզում։ Եվ ինչի չեն տեղի ունենում այն բաները, հենց որոնք որ դուք ավելի շատ եք ուզում։ Ամբողջ կյանքումս է ինձ էս հետաքրքրել այս հարցերը, բայց 3 տարի առաջ ես սկսեցի ամբողջ կյանքս, ժամանակս եւ ռեսուրսներս նվիրել այս պարադոքսալ երևույթի, եթե կարելի է ասել, գաղտնիքի բացահայտմանը։ Թե հոգեբանական, թե հոգեսոմատիկ, թե ուղղակի բիզնես ոլորտի զարգացման, թե ընտանեկան հարաբերությունների, վարատս աշխատանքների ստատիստիկան, իմ կատարած հետևությունները ցույց են տալիս, որ հիմնականում մեծամասամբ ամբողջ հարցերը, ամբողջ խնդիրները ընտանիքի մեջ, բիզնեսում, անձնականում, ինչի՞ չէ նաև ընկերական շրջապատում բխում է միմիայն մարդու մտքից։ Այն մտքից, որը որ մարդը չի կարողանում կառավարի, որոնցից եւ մեկը եւ ամենակարևորը, որ աշխարհում 90% եւ ավելի մարդկանց համար հանդիսանում է ցավոտ թեմաներից մեկը, դա խանդի երևույթն է։ Այո, սիրելիներս, խանդը եւս միտք է, միտք, որը որ իր հետ բերում է էլեկտրական հոսանք մեր ուղեղի մեջ, հետևաբար էլեկտրական հոսանքը առաջացնում է մարմնի մեջ էմոցիա եւ հետևաբար առաջացած էմոցիայի կատարվում է գործողություն, որը նշանակում է, որ ամուսինը կարա դավաճանի։ Սա վերաբերվում է նաև ամուսիններին, որ կինը կարա դավաճանի։ Որտեղից է առաջանում այդ միտքը, դա գիտեք միայն դուք։ Ուրեմն այդ միտքը կարա գա օրինակ սերիալներով, այդ միտքը կարա գա ֆիլմերով, այդ միտքը կարա գա սոցիումում դիտորդի դերում հանդիսանալով, տեսնելով այդ ամեն ինչը։ Օրինակ, ինչ որ մեկը դժգոհում է, որ իր ամուսինը իրան դավաճանում է։ Միտք, որը նշանակում է, որ բավոր հանկարծ իմն էլ դավաճանի։ Դա արդեն իսկ հանդիսանում է քոնը, եթե մտավ այն քո մեջ, նա կհանդիսանա շատ քայքայիչ, ավիրիչ հոսանք էլեկտրական, որը որ կբերի իր հետ տարբեր հանգամանքներ։ Ցանկացած միտք մտնելով մեր գլխի մեջ, առաջացնելով իմպուլս, հոսանք, տալով համապատասխան էմոցիա, երկար ցիկլիչնի կրկնողության հետևանքում սկսում է այդ միտքը գաղափար որպես դնել ենթագիտակցության մեջ։ Այն ինչ ներսում է, դա էլ դրսում է։ Եթե կա ներսումդ միտք, որ հանկարծ իմ ամուսինը չդավաճանի, այդ արդեն նշանակում է, որ քո մարդկային վառ, գերհզոր երևակայությունը, աստվածային շնորհը, որ տված է մարդուն, արդեն աշխատում է այն էտապի վրա, որ իր ամուսինը իրան դավաճանում է։ Միտքը արդեն իսկ ստեղծում է պատկերներ, որոնք որ դու որպես պրոյեկտոր սենց տարածում ես քվանտային դաշտի մեջ։ Եվ արդյունքում, որպես այս մոլորակի վրա ապրող հզոր արարիչներից մեկը, ստանում ես այն, ինչ որ արարում ես քո ենթադրությունների մեջ, քո երևակայական, վառ երևակայական պատկերների միջոցով։ Հարգելիներս, սա շատ կարևոր ու շատ մեծ գաղտնիք հիմա ես ձեզ բացահայտեցի, որի մասին որ դուք վստահ եմ, որ շատ եք լսում, վստահ եմ, որ շատ եք նայում ֆիլմեր այդպիսի, վստահ եմ, որ շատ եք հանդիպում ձեր կյանքում այդպիսի հանգամանքների, բայց չեք հավատում, որ դրա միակ
ստեղծողը հենց դուք եք։ Երբ որ կինը նստած, ներվայնացած, ջղայնացած, էմոցիաները բարձրացրած, սկսում է մտածել, որ հանկարծ Աշոտը ինձ չդավաճանի, այսուր զանգում եմ, չի պատասխանում, ուրեմն հաստատ մի լրփի հետ է, շատ հնարավոր է, որ այդ պահին ինչ որ կին, ով ունի կարիք տղամարդու, ով որ շատ սաբլազն ունի իր մեջ, կհանդիպի Աշոտին, որպեսզի Աշոտի կնոջ ճակերտների մեջ ասած նպատակը իրականացվի։ Ինչի նպատակը, ժողովուրդ, ուշադիր, ինչի նպատակը, որովհետև երբ որ յուրաքանչյուր մարդ, երեխաներ անգամ, վառ երևակայությանը էմոցիաներով սկսում են գույներ տալ, սկսում են հույզերով մտածել ու պատկերավորել, դա կոչվում է արարչական գործընթաց, դա կոչվում է տիեզերքին հրաման, որ ես ուզում եմ այսպիսի հանգամանք։ Այ հենց տեղ է պարադոքսը, որ մարդիկ, ովքեր որ շատ են ուզում ինչ-որ մի բան ստանան, իրանք չեն ստանում դա, որովհետև շատ եմ ուզում ու մենք չունենք դա, ավտոմատ կերպով ինչքան էլ մենք դա ուզում ենք, ներսից ասում ենք, որ դա չկա, որ մենք դա չունենք։ Երբ որ տիեզերքը լսում է մեզ, նա չի լսում մեր մտքերը, նա լսում է մեր ենթագիտակցությանը։ Տիեզերքը, Աստված, Արարիչ, ոնց ուզում եք կոչեք, ժողովուրդ ջան, դրանից ոնց որ էությունը չի փոխվում։ Այն ժամանակ, երբ որ դուք ինչ-որ մի բան ուզում եք, ցանկանում եք, դուք դրանով հայտնում եք տիեզերքին, որ դուք դա չունեք, իսկ տիեզերքը ինչ է անում, պարադոքս, նա տալիս է ձեզ ավելի շատ հանգամանքներ, որը որ նշանակում է, ինչ հանգամանք ուզում է լինի, դրա կարիքը։ Միտքը, որը չի կառավարվում քո կողմից գիտակից, այն կառավարում է քո ամբողջ կյանքը։ Համոզմունքը, որը որ արդեն գոյություն ունի ձեր մեջ, որը որ ստեղծվել է օրինակ դպրոցական տարիներից սկսած, ինչպիսին է կյանքը, այդ համոզմունքները իրանց հերթին ստեղծում են մտքեր։ Մտքերը ձեզ չեն գալիս հենց այնպես, մտքերը գալիս են ըստ ձեր գիտակցության մակարդակի։ Եթե ձեր գիտակցության մեջ այնպիսի հարթակում եք, մակարդակում եք, այնպիսի վիբրացիայի վրա եք, որ ձեզ կարան խաբեն, ձեզ անպայման կխաբեն։ Ինչի, որովհետև դուք պետք է ստանաք հանգամանքը, որպեսզի համոզվեք, որ դուք արարեցիք ձեր ուզածը։ Իսկ դա ձեր ուզածն է թե չէ, անկախ նրանից դուք դա ուզում եք թե չէ, եթե դուք դրա մասին մտածում եք, ուրեմն դուք դա ստեղծում եք։ Եթե ուզում եք, որ ձեր ամուսինները կամ կանայք ձեզ չդավաճանեն, եթե ուզում եք, որ ձեր բիզնեսների մեջ ձեզ չխաբեն, եթե ուզում եք, որ ձեր կյանքում ամեն ինչ ձեր ուզածով լինի, ոչ թե պետք է ցանկանաք դա, այլ այստեղ ու հիմա ապրեք այնպես, որը որ կնշանակի, որ ձեր ամուսինը կամ կինը ձեզ երբեք էլ չի դավաճանի, կամ ձեր գործընկերները, ձեր աշխատակիցները ձեզ չեն խաբի։ Ուզում եմ պատմեմ մի հատ պատմություն, անունը չեմ տալու տիկնոջ, տիկինը հայաստանցի է, ինքը շատ շուտվանից այս ամեն ինչի մեջ է, այս ամեն ինչը հասկացել է, երբ որ ես սկսել եմ այս ամեն ինչը, ինքը ինձ գրեց Facebook-ով, Messenger-ով ու պատմեց, թե ինքը ոնց է եկել այս ամեն ինչին ու թե ինչքան ուրախ է, որ Հայաստանում եւս կան մարդիկ, ովքեր որ աստիճանաբար բարձրացնում են իրանց վիբրացիաները, այսինքն իրանց գիտական մակարդակը, գիտելիքների մակարդակը։ Ու սկսեց պատմել իր կյանքը, թե ինքը ոնց է հասկացել այս պարադոքսը, այս պարադոքսիալ երևույթը։ Ուրեմն, երբ որ ինքը երիտասարդ է եղել, իրեն հանդիպել են շատ գրավիչ, արտաքինով, ունևոր անձնավորություններ, ինքն էլ շատ սիրուն կին է, շատ են ուզողները եղել իրա, բայց ինքը հավանել է մեկ հոգու։ Այս կնոջ դեպքը այնպիսին է, որ իրա մաման ու պապան, լինելով խորհրդային տարիներին, խորհրդային միության, խորհրդային այն սովետական գաղափարներով անձնավորություններ, քանի որ ուզեցել են իրանց աղջիկը հետագայում ապրի երջանիկ, ոչ մի բանի պակաս չունենա,
բնականաբար, ստիպողաբար ամուսնացնում են այդ բոլոր ուզողների մեջից ամենաունևորին, ում ծնողները, որ ամենաունևորն են եղել։ Ճիշտ է, տղան շատ սիրել է աղջկան, շատ է սիրել, իհարկե իր ողջ ռեսուրսները ներա դրե, որպեսզի կարենա գրավի մամայի ու պապայի սիրտը, հետևաբար կամուրջը գցի դեպի իր սիրած աղջիկը։ Իր մոտ դա հաջողվել է, ստացվել է, ուրեմն քանի որ երիտասարդը աղջկա սրտով չի եղել, աղջիկը զորով է ամուսնացել եւ վստահ եմ, որ բոլորդ գիտեք այդպիսի պատմություններ ձեր կյանքում, մոտավորապես 7-ից 8 տարիների, ինչքան որ հիշում եմ, 7-ից 8 տարիների ընթացքում աղջիկը արդեն մայրացել է, երկու առողջ ընտիր զավակներ ունեն, իրանց կյանքում ամեն ինչ հարթ համերաշխ է, ամուսինը իրան ընդհանրապես չի դավաճանում, հակառակը այնպիսի մեծ ուշադրություն է դարձնում, որ այդ ուշադրությունը կնոջ վրա ազդում է։ Դե բնականաբար կինը չի սիրում, չի էլ ուզում, որ այդ մարդը իր կողքը լինի։ Ինչ է անում այս մեր հրաշք անձնավորությունը։ Նախ արդեն երբ որ ժամանակակից ծրագրերը ի հայտ են գալիս, կոմպյուտերային, ինտերնետ եւ այլ հարթակներ, ինքը ուզում է, որպեսզի իր ամուսնուն ինչ որ մեկի հետ բռնացնի, շատ է ուզում, որպեսզի իր ամուսնուն բռնացնի, դիմում է շատ տարբեր քայլերի, անթուփ մինչև հեռախոսի մեջ ծրագրեր տեղադրելով։ Հեռախոսի մեջ ծրագրեր տեղադրելուց հետո ինքը նկատում է, որ այս իր ամուսինը ավելի շատ է սկսել ուշադրություն դարձնել։ Այսինքն ինքը ինչքան ուզում է, որ այդ ամուսնուց հեռու գնա, այնքան այդ ամուսինը սենց ավելի շատ է իրան ուշադրություն դարձնում։ Ասում է, «Վահան, չես պատկերացնում, տունը մի հատ ազատ սեղան կամ աթոռ չէր մնացել, որովհետև այնքան ծաղիկներ էր տուն բերում։ Փոխարենը ուրախանայի դրանից, ես ավելի էի ջղայնանում։ Ամեն ինչ անում էի, ասում եմ, մի խոսքով, որպեսզի բաժանվեի ես մարդուց, բայց մարդը իրան խենթի պես սիրում էր ու մինչև հիմա էլ սիրում է»։ Սիրելիներս, ինչա տեղի ունեցել հետո։ Ուշադիր լսեք, հեսա պարադոքսը կհասկանաք։ Ուրեմն մի օր կինը որոշում է, որ մի քիչ իր մտքերի հետ հələ աշխատի, հա, հələ հասկանա, լավ, օքեյ, ինչի համար է ինձ այս ամեն ինչը։ Ինչ պիտի հասկանամ, որ չեմ հասկանում, կամ ինչ անեմ լավ, որպեսզի օրինակ ես ավելի խաղաղ ապրեմ այս ամեն ինչի մեջ։ Վերջի վերջո ոնց սիրեմ ես այս մարդուն։ Սկսելով մի քիչ ինքը իր վրա աշխատել, ինքը իր մեջ ներդաշնակությունը գտնել, նախ ամենաառաջինը ինքը իրան սիրել, մի օր հայտնաբերում է ինքը, որ ոնց որ գնալով իր ամուսնուն, բացի այն, որ ինքը իր երեխաների հայրն է, իր ընտանիքի սյունն է, նաև առաջանում են արդեն ավելի խորը զգացմունքներ։ Կարելի է ասել 12 տարի անց կինը սիրահարվում է իր ամուսնուն։ Այնքան է սիրահարվում, այնքան շատ է նվիրվում իր ամուսնուն այս ամեն ինչին, որ սկսում է վախենալ, բա որ հանկարծ ամուսինս ինձ դավաճանի։ Հարազատներս, ամուսնու հետ էլ եմ զրուցել ու ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նախքան այդ միտքը կնոջ գլխի մեջ ծագելը, ամուսնու մտքով անգամ չի անցել ինչ որ մի կնոջ կողմ նայելու, անկախ նրանից, որ ինքը եղել է շատ կայացած բիզնեսմեն, ունեցել է շատ սիրուն կանայք աշխատող, բայց իրան հետաքրքրել է միմիայն իր թագուհին, իր կառալևան։ Եվ այսպես, պարադոքսը, այն ժամանակ, երբ որ մեր գեղեցկուհի տիկինը սկսում է անհանգստանալ, բա որ հանկարծ իմ ամուսինը ինձ դավաճանի,
մեկ էլ մի օր դե չեմ մանրանում ինչ պայմաններում իմանում է, որ ամուսինը իրան հենց հիմա դավաճանում է։ Ինչ եք կարծում, ինչ տեղի կունենա դրանից հետո, հարազատներս։ Դե բնականաբար հիմա ստանդարտ մտածելակերպով մարդիկ կասեն, դե վсё, բաժանվեցին, կինը հասավ իր ուզածին, բայց հարազատներս տեղի է ունենում մի շատ գեղեցիկ ու զարհուրելի կնոջ համար բան, ասում այդ պահին նստածս տեղը, մեկ էլ փոխարենը ես ներվայնանամ, որ իմ ամուսինը հենց հիմա ինձ հյուրանոցում դավաճանում է, ասում Վահան չես պատկերացնում, գլխումս ինձ սայլուտներ էր, գմբ, այո, ասում է, գոռում էի տան մեջ, այո, ես վերջապես հասկացա պարադոքսը։ Պարադոքսը կայանում է նրանում, որ եթե մի բան չես ուզում, դու հենց դա էլ ստանում ես։ Իսկ եթե մի բան շատ ես ուզում, դու դա չես ստանում։ Երջանիկ կինը, որ մինչև հիմա իր ամուսնու հետ ապրում է երջանիկ եւ ներել է իր ամուսնուն այդ մեկ սխալը, հասկանալով թե ոնց է ինքը ստեղծել այդ ամբողջը եւ ոնց կարելի է այդ գիտակցությունով ստեղծել նաեւ իր կյանքի այն մնացած երջանիկ ճանապարհը, որը որ իր ձեռքերում է, միանգամից ամուսնու հետ հարաբերությունները կարգավորելով սկսում է բացատրել, պատմել, թե սիրելիս ինչի եմ հասել ես, սենց, այնքան քեզ չեմ ուզեցել, որ ուզեցել եմ քեզ բռնացնեմ, բայց չեմ կարացել, չես արել դու այդ բանը, բայց ես հենց ուզեցի, որ դու էլ հանկարծ ինձ չդավաճանես, որովհետև դու միմիայն իմն ես, դու հենց այդ ընթացքում ինձ դավաճանեցիր։ Մի խոսքով մարդիկ հիմա որպես ամուսիններ ապրում են շատ համերաշխ, շատ երջանիկ, ճանապարհորդությունների են գնում, իրանց երեխեքը արդեն ամուսնացած են, շատ մեծ են, հարազատներս։ Ինչի կինը երևակայություններով իր չկարողացավ այնպես անել, որ ամուսինը իրան դավաճաներ, որովհետև ինքը դա շատ էր ուզում, այսինքն ներսում, երբ որ ինքը երևակայում էր, որ կինը ուզում էր ավելի ճիշտ, որ ամուսինը իրան դավաճանի, ներսում նշանակում էր, որ ամուսինը իրան չի դավաճանում եւ իր երևակայության աշխատանքը ամբողջովին ավելի շատ կենտրոնանում էր չդավաճանելու վրա, ոչ թե դավաճանելու, որովհետեւ ինքը ուզում էր, որ ինքը իրան բռնացնի դավաճանության մեջ։ Իսկ երբ որ սկսեց մտածել, որ ինքը չի ուզում, որ իր ամուսինը իրան դավաճանի, որովհետև ինքը արդեն սկսեց երևակայության մեջ տեսնել, թե ինքը ոնց կարա այս նույն ծաղկեփնջերն ու ճանապարհորդություններն ու նվերները նվիրի այլ կանանց, ակնթարթորեն ստացավ արդյունք։ Ահա այսպիսի գեղեցիկ եւ միաժամանակ պարադոքսալ պատմություն, որը որ հուսով եմ բոլորիդ կստիպի մտածել, թե ինչպիսինն է ձեր կյանքը ըստ ձեր պատկերացումների։ Հարգելիներս, մենք ենք մեր կյանքի արարիչը։ Սկսեք հետևել ձեր մտքերին։ Վերցրեք ձեր կյանքի պատասխանատվությունը ձեր ձեռքը։ Վերցրեք ձեր կյանքի վրձինը ձեր ձեռքը։ Նկարեք ձեր կյանքը ձեր ուզած վառ գույներով։ Այսքանը թող ձեր շուրջ տեղի ունենան միմիայն դրական եւ երջանիկ հանգամանքներ։ Մնացեք խաղաղությամբ։